Եթերում թույլ օղակն է։ Այսօրվա խաղի 8 մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է մինչև 2 միլիոն դրամ վաստակել։ Նրանք իրար չեն ճանաչում, բայց եթե ուզում են խոշոր գումար շահել, պետք է միասնական եւ ամուր թիմ դառնան։ Նրանցից 7-ն այսօր կհեռանա դատարկաձեռն, քանի որ յուրաքանչյուր փուլի քվեարկությունից հետո մենք հրաժեշտ ենք տալու մեկ մասնակցի, նրան, որին թիմը համարի թույլ օղակ։ Ծանոթանանք այսօրվա խաղի մասնակիցներին։ Հասմիկ, 35 տարեկան, Երևան, տնտեսագետ։ Էդուարդ, 24 տարեկան, Երևան, ծրագրավորող։ Սուրեն, 35 տարեկան, Քասախ, շինարար։ Արմեն, 53 տարեկան, Ռազդան, շինարար։ Արեգնազան, 69 տարեկան, Թոշակառու, Երևան։ Արթուր, 44 տարեկան, Երևան, վարորդ։ Վոլոդյա, 25 տարեկան, Վանաձոր, փաստաբան։ Հայկ, 37 տարեկան, Էջմիածին, ճարտարագետ։ Այժմ խաղի կանոնների մասին։ Յուրաքանչյուր փուլում թիմը կարող է վաստակել առավելագույնը 250,000 դրամ, որին հասնելու ամենակարճ տարբերակը անընդմեջ 8 ճիշտ պատասխաններից շղթաձևավորելն ու գումարը բանկ ուղարկելն է։ Եթե մասնակիցը սխալ է պատասխանում հարցին, շղթան ընդհատվում է եւ ամբողջ թիմը կորցնում է արդեն կուտակած գումարը։ Սակայն եթե ձեր անունը լսելուց հետո եւ նախքան հարցի հնչելը դուք հասցնեք արտաբերել բանկ բառը, գումարը կպահպանվի, սակայն շղթան կառուցվելու է 0-ից։ Յուրաքանչյուր փուլում դուք վաստակելու եք այնքան գումար, որքան հասցրել եք ուղարկել բանկ։ Այդ գումարը փոխանցվելու է հաջորդ փուլ։ Ընդհանուր շահումը կազմելու է բոլոր փուլերի հանրագումարում ստացված ամբողջությունը։ Առաջին փուլը տևելու է 2.5 րոպե, եւ մենք խաղը սկսելու ենք այն մասնակցից, որի անունը այբենական կարգով առաջինն է, եւ դա Արեգնազան դուք եք։ Մենք խաղում ենք թույլ օղակ։ Առաջին հարցի արժեքն է 5000 դրամ։ Ժամանակ։ Արեգնազան, մարդու որ օրգանի համակարգչային մոդելավորմամբ էր զբաղվում շվեյցարական Blue Brain նախագիծը։ Սրտի։ Սխալ է, ուղեղ։ Արթուր, հայ որ երկիծաբանն է ազգային ջոջեր գրական դիմանկարների շարքի հեղինակը։ Պարոնյան։ Ճիշտ է։ Վոլոդյա, սոցիալական որ ցանցն է անվանափոխվել X-ի։ Twitter։ Ճիշտ է։ Հայկ, Բանկ։ ինչ անվանումով է առավել հաճախ հիշատակվում Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետությունը։ Հյուսիսային Կորեա։ Ճիշտ է։ Հասմիկ, պիգմենտ թե միներալ է մելանինը։ Պիգմենտ։ Ճիշտ է, Էդուարդ։ Քանի մարզիկից է կազմված տափողակով հոկեյի թիմը խաղի ընթացքում։ 6։ Ճիշտ է, Սուրեն։ 4 տարանի որ բառով է կոչվում այրվող կամ շիկացած նյութի կրակի փոքրագույն մասնիկը։ Կայծ։ Ճիշտ է, Արմեն։ Բանկ։ Մթության մեջ լույս տվող ինչ միջատի անվանում կստանանք կայծ բառին 4 տառ ավելացնելու դեպքում։ Կայծքար։ Սխալ է, Կայծորիկ։ Արեգնազան, Հերբերտ Ուելսի պատմվածքներից մեկում երկնային որ մարմնի վրա են ապրում սելենիտները։ Պաս։ Լուսին, Արթուր, որ այբուբենով է Ն տառը նշվում 1 գիծ 1 կետ հերթականությամբ։ Պաս։ Մորզեի այբուբենում Վոլոդյա, աստվածաշնչյան, որ հրեշտակն է իսլամում հայտնի Ջիբրիլ անունով։ Գաբրիել։ Ճիշտ է, Հայկ։ Լատիներենից ծագող 4 տառանի որ բառով է կոչվում տարբեր երկրներ մուտքը թույլատրող արտոնագրային փաստաթուղթը։ Վիզա։ Ճիշտ է։ Հասմիկ, Բանկ։ հայ որ ռեժիսորի Թբիլիսիում տեղադրված հուշարձանի քանդակագործն է Վաժա Միկաբերիձեն։ Համաբեկ Նազարյան։ Սխալ է, Փարաջանով, Էդուարդ։ Հնդկուհիների մարմնի որ մասի վրա է դրված գունավոր բինդի կոչվող նշանը։ Ճակատ։ Ճիշտ է, Սուրեն։ Եվրոպական որ պետության ամենահարուստ մարդկանցից է Դիտեր Շվարցը։ Շվեյցարիա։ Սխալ է, Գերմանիա։ Արմեն, տղաներից թե աղջիկներից էր կազմված հայկական էստրադայում հանդես եկած 4 տարբերակ խումբը։ Աղջիկներ։ Ճիշտ է, Արեգնազան։ Արածի համաձայն ինչն է գլխից հոտում։ Ձուկը։ Ճիշտ է, Արթուր։ Շների պուտիկավոր որ ցեղատեսակին ձակերի հետ պատկերող կտավ ունի Պիտեր Վանդեր Շյուլստը։ Լաբրադոր։ Սխալ է, Դալմատին։
Վոլոդյա, Աֆրիկյան որ պետությունում է ավելի քան Հարցը չհնչեց ամբողջությամբ։ Դուք հնարավոր 250,000 դրամից կարողացաք վաստակել ընդամենը 60,000 դրամ։ Թվում է վատ սկիզբ չէ։ Ում համար եզրափակիչ ակորդները կհնչեն համերգի հենց սկզբում։ Ով գոլ ընդունեց սեփական դարպասը մեկնարկային սուլիչից առաջ։ Ով է հեռանալու դատարկաձեռն։ Ժամանակն է պարզելու, ով է ամենաթույլ օղակը։ Առաջին փուլում բոլոր մասնակիցները տվել են առնվազն 1 ճիշտ պատասխան, իսկ Էդուարդին, Վոլոդյային եւ Հայկին դա հաջողվել է անել 2 անգամ։ Հայկը նաև գումար է բանկ ուղարկել։ Նա փուլի ուժեղ օղակն է։ Բոլորից շատ սխալվել են Արթուրն ու Արեգնազանը։ Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկով թույլ օղակն Արթուրն է։ Արդյոք թիմի հաշվարկը կհամընկնի վիճակագրության հետ։ Վեարկությունն ավարտված է։ Ժամանակն է պարզելու, ով է առաջին անհաջողակը։ Տիկին Արեգնազան, Տիկին Արեգնազան, Արմեն, Արթուր, Արմեն, Տիկին Արեգնազան, Տիկին Արեգնազան, Տիկին Արեգնազան, Վոլոդյա, ինչ նախասիրություններ ունեք։ Սիրում եմ երաժշտություն, ֆիլմեր, ֆուտբոլ, տարբեր նախասիրություններ ունեմ իհարկե։ Ես գիտեմ ինչ է նշանակում, բայց կուզեի, որ դուք հեռուստադիտողին բացատրեք նումիզմատիկա բառը։ Նումիզմատիկան նշանակում է տարբեր երկրների, տարբեր ժամանակաշրջանների, մետաղադրամների հավաքման հոբին, այսպես կարելի ասել։ Բոլորը արդեն իմացան ձեր շնորհիվ։ Ասել եք, որ արդարամիտ եք եւ ուղղախոս։ Այո։ Ինչով եք տարբերվում մնացածից։ Արդարամտության եւ ուղղախոսության տեսանկյունից դժվար կլինի ասել, որովհետեւ մնացածին ճանաչելու խնդիր կա նաեւ։ Սա փաստաբանական լեզվով սկսեցինք խոսել։ Մասնագիտական հարց է։ Հիմիկոս Արեգնազան, ձեր եւ թիմի քիմիան չստացվեց։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Միշտ երազել է մասնակցել այս խաղին, շատ ինտելեկտուալ զարգացած թիմ էր։ Ինձ էլ երևի ժամանակակից հարցեր են կա, որ չկարողացա պատասխանել, բայց երազանքս կատարվեց։ Փուլ երկրորդ, եւ դուք բանկում հնարավոր 250,000-ից ունեք ընդամենը 60,000 դրամ։ Խաղում մնացել է 7 մասնակից։ Մենք ձեր խաղաժամանակը կրճատելու ենք 10 վայրկյանով։ Խաղը սկսելու ենք այն մասնակցից, որը նախորդ փուլում եղել է ամենաուժեղը։ Հայկ, եւ դա դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Հայկ, մրջունի եւ որ միջատի մասին է խնկո ապոր ստեղծագործությունը։ Ճպուտի, Ճիշտ է։ Հասմիկ, Իտալիայում 2006 թվականին որ մարզաձևում տեղի ունեցած սկանդալն է հայտնի որպես կալչոպոլի։ ֆուտբոլ, Ճիշտ է։ Էդուարդ, Բանկ, Խոհանոցային ինչ պարագայի անվանում կարելի է ստանալ թասակ բառի բոլոր տառերով։ Հասա, Սխալ է, կաթսա։ Սուրեն, ներքին որ օրգանի մաս են աջ ու ձախ ականջիկները։ գլխի, Սխալ է, սիրտ։ Արմեն, կետադրական որ նշանով է նախադասությունից տրոհվում վերջադաս դերբայական դարձվածը։ Ստորակետ, Սխալ է, բուտ։ Արթուր, ասիական որ երկրում ի հայտ է եկել նինջուցու մարտարվեստը։ Ճապոնիա, Ճիշտ է։ Վոլոդյա, ամերիկացի որ փոփ երաժիշտն է Earth Song երգում անդրադարձել շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներին։ Մայքլ Ջեքսոն, Ճիշտ է, Հայկ, որ երկու գույնով է պատկերվում չինական ին եւ յան խորհրդանշանը։ սև սպիտակ, Ճիշտ է։ Հասմիկ, բանկ, ՀԲԸՄ հապավման մեջ որ բառին է համապատասխանում Բ տառը։ բարեգործական, Ճիշտ է։ Էդուարդ, ֆինանսական ինչ միավորի անվանում կարելի է գտնել բարձրավանդակ բառի մեջ։ Բար, Սխալ է, ավանդ։ Սուրեն, Բագրատունի թե Ռուբինյան արքայատողմից է եղել հայոց Լևոն II թագավորը։
Բագրատունի։ Սխալ է Ռուբինյան։ Արմեն, որ լեզվից է ծագում էմբրիոն բառը։ Ռոմերեն։ Սխալ է հունարեն։ Արթուր, ֆիզիկական ինչ մեծություն կարելի է գտնել ուխտադրուժ բառում։ Ուժ։ Ճիշտ է, Վոլոդյա։ Քանի ամբողջական րոպե կա 293 վայրկյանում։ 4 Ճիշտ է, Հայկ։ Բան։ Որ դարում է առաջին անգամ կայացել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարը։ 19-րդ։ Ճիշտ է, Հասմիկ։ Ըստ Հայաստանի սահմանադրության, ինչի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։ Հանրաքվեի։ Ճիշտ է, Էդուարդ։ Բանկ։ Հայ որ դերասանն է Ալի Բաբայի եւ 40 ավազակների արկածները ֆիլմում հանդես եկել քարվանապետ Մուստաֆայի դերում։ Ժամանակն ավարտվեց, իսկ ճիշտ պատասխանն էր Մհեր Մկրտչյան։ Այս փուլում դուք հնարավոր 250,000 դրամից բանկ եք ուղարկել ընդամենը 50,000-ը։ Ով է սխալմամբ անցել այս խաղի քասթինգը։ Ով է այն չստացված կադրը, որը դուրս է մնալու վերջնական ֆիլմից։ Ժամանակն է պարզելու, ով է ամենաթույլ օղակը։ Երկրորդ փուլում երկու մասնակից Հասմիկն ու Հայկը տվել են 3-ական ճիշտ պատասխան։ Լրացուցիչ ցուցանիշներով ուժեղ օղակը Հայկն է։ Սուրենը, Արմենն ու Էդուարդը նույնպես հավասար խաղ են ցուցադրել։ Հավասարապես տվել են 2 սխալ եւ 0 ճիշտ պատասխան։ Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկով թույլ օղակը Սուրենն է։ Ում է վիճակված լքել խաղը թույլ օղակի կարգավիճակում։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք, թե ում է թիմը մերժում։ Արմեն։ Արմենը։ Էդուարդ։ Էդուարդ։ Սուրեն։ Սուրեն։ Էդուարդ։ Հասմիկ, Այո։ դուք մասնակցում եք թույլ օղակ խաղին, որ իրականանա ձեր մանկության երազանքը։ Որն է դա, կլուսավորեք։ Ուզում եմ գնալ Հորդանան։ Մասնավորապես Պետրա տաճարը տեսնել։ Ինդիանա Ջոնս ֆիլմ դիտածները միգուցե կկիսեն իմ երազանքի այդ հատվածը։ Դուք հարցաթերթիկում նշել եք, որ երազում եք, որ ձեր անունը հնչի, երբ ես ասեմ, ամենաուժեղ օղակը դուք եք, Հասմիկ։ Ինչու ոչ, այո։ Վաղ է սրա մասին երազել դեռ առայժմ, Սուրեն։ Այո։ Շինարար եք։ Այո։ Ինչ նախագծի վրա եք աշխատում։ Հիմնականում ներքին արտադրման աշխատանքների վրա։ Անհարթություններ տեսակ Էդուարդի պատասխանների մեջ։ Մենք 3-ս էլ ես, Արմենը, Էդուարդը լավ չխաղացինք, բայց ինձ թվաց Էդուարդը 3 հարցի չպատասխանեց, ես եւ Արմենը 2։ Սուրեն, դուք նշել եք, որ ալարկոտ եք։ Կա տենց բան։ Ալարում եմ, ինչ վերաբերում է ինձ անձնական։ Էդուարդ, ոչ մի սպորտաձևով չեք զբաղվում, բայց իմացեք, որ սպորտը օգնում է ուժեղ լինել։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Տպավորություններս շատ լավն են, գոհ եմ ընդհանուր խաղից, բայց մի քիչ դժգոհ եմ թմակիցներից որոշումից, նրանք ուղղակի հաշվի չէին առել, որ բանկը ամենաշատ գումարը ես էի ուղարկել։ Փուլ 3. Եվ բանկում կես միլիոնի փոխարեն արկա է 110,000 դրամ։ Խաղում մնացել է 6 մասնակից, մենք ձեր խաղը ժամանակը կրճատում ենք 10 վայրկյանով։ Խաղը սկսում ենք նախորդ փուլի ամենաուժեղ մասնակցից եւ դա կրկին Հայկ դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Հայկ, Աֆրիկյան որ խոշոր կղզու առաջին թագավորն է եղել Ռադամա առաջինը։ Մադագասկար։ Ճիշտ է։ Հասմիկ, 3 տարանի որ բառով է հայերենում կոչվում ընտրությունների ժամանակ մեկի օգտին տրված ձայնը։ Ճիշտ է։ Սուրեն։ Բանկ։ Հայ որ բանաստեղծ աշուղն է, ամեն մարդ չի կանա խմի, իմ ջուրն ուրիշ ջրեն է տողի հեղինակը։ Սայատնովը։ Ճիշտ է։ Արմեն, Չ թե Ջ տառով է գրվում շիճուկ բառը։ Չ։ Ճիշտ է։ Արթուր, ներքին որ օրգանն է լեղի արտազատում։ Լեհապար։ Սխալ է լյարդ։ Վոլոդյա, լարային թե հարվածային երաշտական գործիք է վինան։ Լարային։ Ճիշտ է։ Հայկ,
Ինչ կենթանի է բազիլիոն, ոսկեբանալին կամ բուրատինոյի արկածները հեքիաթում։ Շուն։ Սխալ է, կատու։ Հասմիկ, որ գրունի ուղություններից է վահաբիականությունը։ Հինդուիզմ, Սխալ է, իսլամ։ Սուրեն, ինչ խմիչք կիտեսակ է լիբերիկան։ Ալկոհոլային։ Ոչ, սուրճ։ Արմեն, հայկական որ ֆիլմից է Աշխարհաբեկ ջան, այնտեղ ցից չլնես գլուխդ ներքև պայի արտահայտությունը։ Երանկյունին։ Ճիշտ է, Արթուր։ Բանկ։ Արևելյան, ինչ մարտարվեստի անվանում կարելի է գտնել անզգուշություն բառի մեջ։ Տեկվանդո։ Սխալ է, ուշում։ Վոլոդյա, Ժորժ Սանդին եւ Լեհվոր կոմպոզիտորին միասին պատկերող կտավ ունի Էժեն Դելակրուան։ Փաս։ Շոպենի, Հայկ, քանի 0 կա 1 միլիոն 1 թվային գրության մեջ։ 5 Ճիշտ է։ Ասմիկ, բանկ, Դարե առաջինի թե Համուրապի արքայի հրամանով է գրվել Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը։ Դարե առաջինի, Ճիշտ է, Սուրեն։ Գերմանական ծագում ունեցող որ բառով է կոչվում նկարելու համար նախատեսված տախտակը։ Մոլբեր։ Ճիշտ է, Արմեն։ Բանկ։ Իսպանացի որ թենիսիստն է 22 անգամ հաղթել մեծ սաղավարտի մրցաշարում։ Ռաֆայել Նադալ։ Ճիշտ է, Արթուր։ 3 տարանի որ ապարից պատրաստված ամանն է կոչվում խեցի։ Քար։ Ճիշտ պատասխանն է կավ։ Ժամանակն ավարտվեց։ Հիմա ամփոփենք արդյունքները։ Դուք հնարավոր 250,000-ից բանկ եք ուղարկել 30,000 դրամ։ Ով է այս պատմության ամենաամոթալի դրվագը։ Ով է այն հանճարը, որում ավելորդ Հ տարկա։ Պարզենք, ով է այս փուլի ամենաթույլ օղակը։ Այս փուլում վիճակագրությունն առանձնացնում է Արմենի եւ Արթուրի խաղը։ Առաջինը բոլորից շատ ճիշտ պատասխան է տվել եւ համարվում է ուժեղ օղակ։ Իսկ Արթուրն ի տարբերություն բոլորի չի տվել ոչ մի ճիշտ պատասխան։ Ինչ պատասխան կտա թիմը, ով է ամենաթույլ օղակը հարցին։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կպարզենք, որ հնգյակն է շարունակելու խաղը։ Արթուր, Արթուր։ Սուրեն։ Սուրեն։ Արթուր, Արթուր։ Ահմեդ, համառորեն ուզում եք Սուրենին հեռացնել խաղից։ Ոչ։ Ինչպես բացատրենք այս թիրախավորումը։ Ինձ տված Սուրենն էլ Արթուրն էլ երկու սխալ մեկ ճիշտ պատասխան տվեցին։ Իսկ ինձ թվում է մրցակցություն կա։ Դուք երկուսով շինարար եք։ Ընդհանրապես։ Երազում եք, որ մարդիկ իրար հանդեպ հանդուրժող, բարի լինեն։ Ինչու ինքներդ այդպես էլ չհանդուրժեցիք Սուրենին։ Դա խաղ է, հիմա հանդուրժելու բան չկա խաղի մեջ։ Հայկ, խոսենք ձեզնից։ Խոսենք։ Մասնագիտությունը։ Մասնագիտությամբ ճարտարակետը ֆիզիկական դասավորվածության ինժեներ եմ։ Ինչ է նշանակում ֆիզիկական դասավորվածություն։ Չիպերի մեջ ատկա միկրոսխեմաների դասավորվածության համար եմ պատասխանատու։ Վարորդ Արթուր։ Այո։ Հարցերի պատասխանները նավիգատորը ցույց չի տալիս։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Ընդհանուր արդյունքից գոհ չեմ, քանի որ ցանկանում էի հաղթեի, չստացվեց ցավոք սրտի, երկրորդ փուլը ավելի լավ խաղացի, երրորդում բոլոր հարցերին սխալ պատասխանեցի։ Կարծում եմ Հայկը կհաղթի, քանի որ ունի բավականին մեծ գիտելիքների պաշար, ամեն դեպքում հաճելի էր, բավականին լավ տպավորություններով կհեռանամ խաղից։ Փուլ 4. Եվ բանկում այս պահին կա 140,000 դրամ, մինչդեռ կարող էր լինել 750,000։ Խաղը կշարունակենք 5 մասնակցով, այս փուլում խաղի ժամանակը կրկին կրճատվելու է 10 վայրկյանով, խաղը սկսում ենք նախորդ փուլի ամենաուժեղ օղակից եւ դա Արմեն դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Արմեն, Խորհրդային Միության որ նախկին ղեկավարն է 2004 թվականին Գրեմի մրցանակի արժանացել։ Գորբաչով։ Ճիշտ է։ Վոլոդյա,
Որ մոլորակի անվանումը կարելի է գտնել դժվարամարսություն բառի մեջ։ Մարս։ Ճիշտ է։ Հայկ։ Բանկ, Հունարեն որ բառով է կոչվում ստեղծագործությունը, որի տողերի առաջին տառերը որևէ բառ են կազմում։ ակրոստիկոս, Ճիշտ է։ Հասմիկ։ Դոմինիկյան հանրապետությունում թե Նեպալում է ծագել բաչատապարը։ Դոմինիկյան հանրապետությունում։ Ճիշտ է։ Սուրեն։ Բանկ, 4 տարանի որ բառով է հինդուիզմում եւ բուդդիզմում կոչվում հոգեվոր դաստիարակը, ուսուցիչը։ քուրմ, Սխալ է։ Գուրու։ Արմեն, որ երաժշտական գործիքով է հայտնի դարձել Գևորգ Դաբաղյանը։ Շվի։ Սխալ է։ Դուդուկ։ Վոլոդյա։ Խորթային որ ֆիլմում է Նատալիա Վարլեի կերպարը ներկայացվում որպես սպորտսմենուհի, կոմսոմոլուհի եւ պարզապես գեղեցկուհի։ Իվան Վասիլևիչ փոխվում Սխալ մասնագիտությունը։ է։ Կովկասի գերուհի, Հայկ, քանի օր տևողությունն է կոչվում դեկադա։ 10, Ճիշտ է։ Հասմիկ։ Որ մարզաձևի աշխարհի չեմպիոնի տիտղոսը 2024 թվականին վիճարկեցին Դին Լիժենը եւ Գուկեշ Դոմարաջոն։ Շամակ։ Սխալ է։ Շախմատ։ Սուրեն, Արյան թե Ստամոքսահյութի մակարդմանն են մասնակցում տրոմբոցիտները։ Արյան, Ճիշտ է։ Արմեն։ Որ մայրցամաքի ամենաբարձր կետն է Մաքքինլի լեռը։ Լուսյան Ամերիկա։ Ճիշտ է։ Վոլոդյա։ Քանի ճառագայթից է կազմված տրիսկելիոն կոչվող նշանը։ 3։ Ճիշտ է։ Հայկ։ բանկ, 4 տարանի որ բառով է հայերենում կոչվում ծածկ ունեցող երկանիվ կամ քառանիվ հարմարավետ սայլը։ կատկ, Ճիշտ է։ Հասմիկ։ Բանկ։ Ժամանակն ավարտվեց, բայց դուք հասցրեցիք գումարը բանկ ուղարկել։ Դուք այս փուլում վաստակեցիք 45,000 դրամ։ Չես կարող եք ուղարկել 250,000-ը, չմոռանանք սրա մասին։ Ում երբեք չէին տանում դպրոցական օլիմպիադաների, ում ինտելեկտուալ վառելիքը սպառվեց ճանապարհի կեսին։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Այս փուլում Հայկը միակ մասնակիցն է, որ ճիշտ է պատասխանել բոլոր 3 հարցերին։ Նա անկասկած ուժեղ օղակն է։ Սուրենն ու Հասմիկն ունեն մեկական ճիշտ եւ սխալ պատասխան, բայց Սուրենը կրկնակի շատ գումար է բանկ ուղարկել, ուստի թույլ օղակը Հասմիկն է։ Թիմնում կթողնի խաղում եւ ով կթողնի խաղը։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք, որ քառյակն է շարունակելու խաղը։ Սուրեն։ Արմեն, Սուրեն։ Սուրեն։ Սուրեն, Հասմիկ, դուք վաճառքի մասնագետ եք։ Ինչ եք վաճառել։ Կամ վաճառում, կամ կվաճառեք։ Առհասարակ վաճառքի մասնագետներն էլ կփաստեն, որ այս կյանքում ամեն ինչ էլ վաճառքի ենթակա է, բայց կոնկրետ այն թե ինչով է ես զբաղվում է հյուրանոցային ծառայությունների վաճառքով։ Այս պահին աշխատում եմ անշարժ գույքի գործակալությունում որպես օպերացիոն տնօրեն։ Ասում եք, որ սիրում եք մեկուսանալ, կտրվել աշխարհից, մնալ դուք եւ ձեր մտքերը։ Հիմա ձեզ ո՞նց եք զգում այս խոց բազմության մեջ։ Իրականում բավականին կոմֆորտ, որովհետև ոնց հասկանում եմ բոլորն էլ իրենց մտքերի մեջ են առաջնահերթ կենտրոնանում։ Ամեն դեպքում դիսոնանս չկա մոտս։ Ամեն դեպքում Սուրեն չհաջողվեց սվաղել ձեր սխալները։ Դուք ամենաթույլ օղակն եք։ հրաշալի խաղ էր, միշտ հետևել եմ այս խաղին ու միշտ երազել եմ մասնակցել, ուրախ եմ, որ հնարավորություն տրվեց, շնորհակալ եմ ձեզ։ Իսկ ինչ վերաբերում է խաղին, կարծում եմ կամ ես պետք է դուրս գայի այս փուլում, կամ Արմենը, ընտրությունը այդքան էլ մեծ չէ մասնակիցների համար։ Կարծում եմ Հայկը կհաղթի այս խաղում, շատ ուժեղ մասնակից է։ Փուլ 5-րդ։ Դուք բանկում կարող եք ունենալ 1 միլիոն, բայց ունեք այնինչ ունեք 185,000 դրամ։ Մասնակիցների կեսը դուրս է մնացել խաղից, մյուս կեսի համար մենք կրճատելու ենք խաղաժամանակը 10 վայրկյանով։ Խաղը սկսելու ենք նախորդ փուլի ուժեղ մասնակցից եւ դա Հայկ դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ
Հայկ, ինչ ազգանունով է առավել հայտնի Մոմե արձանների թանգարանի հիմնադիր Աննա Մարիա Գրոսհոլցը։ Ջուսո։ Ճիշտ է։ Հասմիկ։ Առավելագույնը քանի բութ անկյուն կարող է ունենալ ուղղանկյուն եռանկյունը։ Ոչ մի։ Ճիշտ է։ Արմեն։ Բանկ։ Ինչ կատնամթերք կարելի է գտնել Արա անունով հայ դերասանի ազգանվան մեջ։ Պաս։ Կարակ։ Վոլոդյա, Ֆրանսիայում որ փոխադրամիջոցն է հաճախ նշվում TGV հապավումով։ Ավտոմեքենա։ Սխալ է, գնացք։ Հայկ, ֆիննական որ ռոք խումբն է 2006 թվականին հաղթել Եվրատեսիլ մրցույթում։ Լորդի։ Ճիշտ է։ Հասմիկ։ Նարդոսի որ պատմվածքն ունի մի կորած մարդու հիշատակարանից ենթախորագիրը։ Պաս։ Ես եւ նա։ Արմեն, որ լեռնազանգվածում է գտնվում ավելի քան 8000 մետր բարձրություն ունեցող չինական Շիշաբանգմա լեռը։ Հիմալայներ։ Ճիշտ է։ Վոլոդյա, բուդդայա քրիստոնեական դավանաբանության մեջ քանի կերպարով է պատկերվում տետրամորֆ կոչվող արարածը։ 4։ Ճիշտ է։ Հայկ, Բանկ։ ոսկրային ինչ գոյացության անվանում կարելի է գտնել կատամարան բառի մեջ։ Հաս։ Ատամ, Հասմիկ։ Եվրոպական որ մայրաքաղաքում է 1666 թվականին ուժեղ հրդեհ բռնկվել։ Լոնդոն։ Ճիշտ է, Արմեն։ Թումանյանի պոեմում որ Բերդներ անհամար զորքով պաշարել Նադիր շահը։ Թմկաբեր։ Ճիշտ է։ Վոլոդյա, Բանկ։ ԱՄՆ որ նահանգում է գտնվում Արկտիկայի դարպասներ անվանումով ազգային պարկը։ Ալյասկա։ Ճիշտ է, Հայկ։ Բանկ։ Ինչ է հայ ֆուտբոլիստներ Ֆուրմանի եւ Դուք այս փուլում վաստակել եք 35,000 դրամ։ Այս տեմպերով 2 միլիոնին հասնելու համար ձեզ պետք կլինի մոտավոր 450 փուլ։ Ով է այս դարակի ամենաքիչ օգտագործվող գործիքը։ Ով է ծրագրային այն բագը, որին շուտով ուղղել։ Ժամանակն է բարձելու, ով է ամենաթույլ օղակը։ Այս փուլի վիճակագրության մեջ ճիշտ եւ սխալ պատասխանների առումով բացարձակ հավասարություն է։ Բոլոր մասնակիցները մեկ անգամ սխալվել են եւ 2 անգամ ճիշտ պատասխանել։ Բոլորը շատ գումար բանկ է ուղարկել Հայկը, նա ուժեղ օղակն է։ Հասմիկն այս փուլում ընդհանրապես գումար չի ուղարկել բանկ, նա թույլ օղակն է։ Թիմնում կուղարկի հարկադիր պարապուրդի։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք, ում ներկայությունը թիմը չի ուզում հանդուրժել։ Արմեն։ Հասմիկ։ Արմեն։ Արմեն։ Հայկ, ձեր յուրահատկությունը համարում եք լավ հիշողությունը։ Այո։ Կհիշեք ինչ էիք նշել ձեզ բնորոշող 3 բառը, որն էին։ Ես կստուգ եմ հիմա։ Սլացություն։ Ճիշտ է։ Աշխատասիրություն։ Ճիշտ է։ 3։ Հա, արակոմնորոշում։ Սխալ է։ Ես չեմ ասի, որ դուք իմ ամենաթույլ օղակն եք, որտեղ լավ հիշողություն չունեք, մտածում եմ դեռ դրա ժամանակը կունենամ։ Հասմիկ, սովորաբար ինչից է ձեր տրամադրությունը անկում ապրում։ Ես առհասարակ կենսախինդ մարդ եմ ու յոգայով զբաղվելիս փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի արտաքին ոչ մի ազդակ չկարողանա ազդել իմ ներքին հանգստության եւ Այսինքն դուք չեք տխրում։ Կարելի է նաև այդպես ասել։ Ինչ խորհուրդ կտաք Արմենին այս պահին դուք իրեն հեռացրեցիք խաղից։ Խորհուրդ կտամ անձնական չընդունել, որովհետև խաղը իրոք բավականին լավն էր։ Ես նկատեցի, որ սկզբի հուզմունքը մի պահ անցավ, ու նույնիսկ ամենաուժեղ օղակը դարձավ մի փուլում, սա ընդամենը խաղ է։ Արմեն, ըստ վիճակագրության, այս փուլի թույլ օղակը Հասմիկն էր եւ համառորեն որոշել է ձեզ հեռացնել։ Ինչ կասեք։ Ոչ ոման, ուղղակի խաղ։ Արմեն, դուք երազում եք, որ մարդիկ միմյանց հանդեպ բարի լինեն, բայց այս չար եւ նախանց թիմը այլ երազանք ունի։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Էմոցիաները շատ են,
Շնորհակալություն կազմակերպիչներին։ Տանը խաղալ իհարկե հեշտ է, ստուդիայում շատ դժվար է։ Մարդիկ խառնվում են, մարդիկ շփոթվում են։ Ուղղակի խաղեր, մնացած ինչ կատարող խաղի ժամանակ զուտ խաղեր, շնորհակալ եմ բոլորից։ Փուլ 6-րդ։ Եվ դուք հնարավոր 1,250,000-ից վաստակել եք ընդամենը 220,000 դրամ։ Խաղում մնացել է լավագույն եռյակը եւ այս փուլում կունենաք 10 վայրկյան ավելի քիչ խաղաժամանակ, քան ուներ լավագույն քառյակը։ Խաղը կսկսի նախորդ փուլի ուժեղ մասնակիցը եւ դա կրկին Հայկ դուք եք։ Հասմիկ, Վոլոդյա, Հայկ, խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Հայկ, հռոմեացի որ գործիչն է նոթեր գալական պատերազմի մասին ստեղծագործության հեղինակը։ Արիստոտել։ Սխալ է Հուլիոս Կեսար։ Հասմիկ, մարդու որ օրգանում է գտնվում մուրճիկ եւ սալ կոչվող ոսկրիկները։ Ականջ։ Ճիշտ է։ Վոլոդյա, Հայաստանի որ մարզում է գտնվում Գյուլաքարակի պետական արգելավայրը։ Լոռի։ Ճիշտ է։ Հայկ, Բանկ։ որ համաստեղությունում են գտնվում Կաստոր եւ Պոլիդեվքես եղբայրների աստղերը։ Կարապի։ Սխալ է երկվորյակ։ Հասմիկ, գիտության որ ճյուղում է համաշխարհային ճանաչում ձեռք բերել Գրիգորի Պերելմանը։ Մաթեմատիկա։ Ճիշտ է։ Վոլոդյա, ֆրանսիացի որ ճարտարապետի նախագծով է կառուցվել պորտուգալական Մարիա Պիա կամուրջը։ Փաս։ Էյֆել։ Հայկ, հայ որ գրողին է պատկանում ախր ուրիշ տեղ հայրեներ չկան տողը։ Համոսահյան։ Ճիշտ է, Հասմիկ։ Սպարտատլոն մրցույթի ժամանակ Սպարտայից որ քաղաք պետք է վազեն մարզիկները։ Աթենք։ Ճիշտ է։ Վոլոդյա, Վաշինգտոնի որ համալիրը հայտնի դարձավ 1970-ականների քաղաքական սկանդալից հետո։ Watergate։ Ճիշտ է։ Հայկ, 4 տարանի որ բարով է հայրենում կոչվում հողի վերին շերտում խոփի բացած երկար գծաձև փոսը։ Ակոս։ Ճիշտ է։ Հասմիկ։ Բանկ։ Միայն Ավստրալիայում եւ Թասմանիա կղզում հանդիպող որ կենթանու հայերեն անվան մեջ կարելի է գտնել կտուց բառը։ Պատակտուց։ Ճիշտ է։ Վոլոդյա, Բանկ։ հայ որ առակագիրն է մասնակցել Կիլիկիայի Լևոն II-ի թագադրության հանդեսին։ Ճիշտ պատասխանն է Վարդան Այգեկցի։ Փուլի սկզբում ես նշեցի լավագույն եռյակ, հիմա մոռացեք լավագույն բառը։ Դուք այս փուլում վաստակեցիք ընդամենը 40,000 դրամ։ Ում մասին խաղից հետո ոչինչ չի գրելու մամուլը։ Ում ինտելեկտուալ կարիերան ավարտվեց հենց այս պահին, երբ նրան թվում էր, թե ամեն ինչ լավ է։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Նախորդ փուլի ուժեղ եւ թույլ օղակները փոխատեղվել են։ Հասմիկը 4 ճիշտ պատասխան է տվել։ Նա ուժեղ օղակն է։ Հայկը 2 անգամ սխալվել է։ Նա թույլ օղակն է։ Որ անունները կհնչեն եզրափակիչ փուլի ընթացքում։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք, որ զույգն է ուղեգիր ստանում դեպի եզրափակիչ։ Վոլոդյա։ Հայկ։ Վոլոդյա։ Հայկ, երբևէ օգտվել եք փաստաբանի ծառայությունից։ Ատլիտ չեմ ունեցել։ Կյանքը երկար է, կարող է ունենաք։ Հնարավոր է։ Օգտվեք Վալոդյայի ծառայություններից։ Իհարկե։ Ինչ գիտեք, ինչ փաստաբան է նա։ Բավականին զարգացած ազնվորություն, դա նշանակում է, որ Հիմա շողոքորթությունն է տեղի ունենում, որովհետև դուք իրեն խաղից հանում եք, դուք չեք կարող հանել բանի մած, խելացի մարդուն, Հասմիկին հանեիք։ Հասմիկն էլ մանկության երազանք ունի։ Նումիզմատ Վոլոդյան, այս թիմը ձեր խաղի համար մի կոպեկ էլ չտվեց։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Բավականին լավ խաղեր, ուժեղ մրցակիցներ էին։ Ես էլ կարողացա հնարավորինս թիմին աջակցել իմ ճիշտ պատասխաններով։ Վերջին խաղափուլում, որքանը որ ես հաշվեցի, կարծես թե թույլ օղակը Հայկն էր, ուժեղ օղակը
Հասմիկը, դրանից ելնելով այնքան էլ համաձայն չեմ կայացված որոշման հետ, սակայն ամեն դեպքում սա խաղ է։ Եզրափակչում կարծում եմ, որ ամեն դեպքում կհաղթի Հայկը։ 7-րդ փուլ։ Եվ դուք հնարավոր 1.5 միլիոնից այս պահի դրությամբ բանկում ունեք 260,000 դրամ։ Խաղում մնացել է 2 մասնակից։ Այս փուլում մենք կկրկնապատկենք ձեր վաստակած գումարը եւ կավելացնենք ընդհանուր շահումին, բայց կնվազեցնենք ձեր խաղաժամանակը կրկին 10 վայրկյանով։ Այս պահին դուք ունեք հնարավորություն վաստակելու 500,000 դրամ։ Օգտվեք, խնդրում եմ, այդ հնարավորությունից։ Խաղը կսկսի նախորդ փուլի ամենաուժեղ մասնակիցը եւ դա Հասմիկ դուք եք։ Հասմիկ, Հայկ, խաղում ենք թույլողակ։ Ժամանակ։ Հասմիկ, Գաբրիել Սունդուկյանի պիեսում ինչ էր Պեպոյի քրոջ անունը։ Գեգել։ Ճիշտ է։ Հայկ, ինչպես է կոչվում Լոնդոնից մոտ 130 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեգալիթյան շրջանի քարե խոշոր կառույցը։ Stonehenge։ Ճիշտ է։ Հասմիկ, Աստվածաշնչյան որ հսկային է Դավիթի ոտքերի տակ պատկերել։ Ճիշտ է։ Հայկ, Բանկ։ Վրացական որ ֆուտբոլային ակումբն է 2 անգամ խորհրդային միության չեմպիոն դարձել։ Tbilisi Dinamo։ Ճիշտ է։ Հասմիկ, Աֆրիկյան որ պետության անվան մեջ կա հասարակած բառը։ Հասարակածային Գվինեա։ Ճիշտ է։ Հայկ, որ ամրոցում էր պատսպարվել Փարանձեմ Թագուհին Արշակ II գերությունից հետո։ Ողական։ Սխալ է արտագերս։ Հասմիկ, քանի աստղ է պատկերված ՀՀ ոստիկանության մայորի ուսադիրի վրա։ 3։ Սխալ է 1։ Հայկ, Սյունիքի մարզի որ յուղի անվանումը կստանանք խնձոր բառին 3 տար ավելացնելով դեպքում ճիշտ է։ Հասմիկ, որ արքայազնն է 2023 թվականին հրատարակել պահեստային անվանումով գիրքը։ Հարին։ Ճիշտ է։ Հայկ, Բանկ։ Մարտիրոս Սարյանի վրսնի հայ, որ գրողին պատկերող դիմանկարն է 1924 թվականին ցուցադրվել Վենետիկի միջազգային ցուցահանդեսում։ Կոմիտաս։ Սխալ է Չարենց։ Հասմիկ, ըստ հունական դիցաբանության ընտանի ինչ կենթանու ականջներ ուներ։ Եվ այսպես խաղի լավագույն զույգը վաստակում է 30,000 դրամ։ Մենք իհարկե պարտավոր ենք կրկնապատկել այս գումարը եւ միացնել մնացած բոլոր փուլերի շահույթին։ Այս գումարը ընդհանուր կազմելու է 320,000 դրամ։ Ձեզանից մեկն է տիրանալու այս գումարին, որովհետև դուք հիմա խաղալու եք միմյանց դեմ։ Դուք երթով կպատասխանեք 5 հարցին, կհաղթի նա, ով կտա առավել շատ ճիշտ պատասխաններ։ Եթե խաղը ավարտվի ոչ ոքի, մենք կշարունակենք մեկական հարցով մինչև հաղթողը ի հայտ գա։ Եվ ուրեմն Հասմիկ, Հայկ, խաղում ենք թույլողակ։ Հասմիկ, դուք ուժեղ օղակի իրավունքով ընտրում եք ով է առաջինը պատասխանելու եզրափակչի հարցերին։ Ես կսկսեմ։ Հասմիկ, հայ որ դերասանի արձանն է 2024 թվականին տեղադրվել Հովանես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց։ Սոս Սարգսյան։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է Երվանդ Մանարյան։ Հայկ, որ երկրի Արաք քաղաքում է 1924 թվականին ծնվել դերասան Երվանդ Մանարյանը։ Բրիտանիա։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է Իրան։ Հասմիկ, ամերիկյան Լուիսվիլ քաղաքում որ մարզիկի անվան կենտրոն է բացվել դեռ իր կյանքի օրոք։ Այնտեղ նույնիսկ հսկայական ռինգ կա։ Մուհամեդ Ալի։ Դա ճիշտ պատասխան է։ Հայկ, Եգիպտոսի, որ տիրակալն է 1831 թվականին ապստամբել Օսմանյան սուլթան Մահմուդ II-ի դեմ։ Հաս։ Մոհամեդ Ալի։ Հասմիկ, 1841 թվականին գրված որ վեպն էր Մարտիրոս Սարյանը համարում նորագույն ժամանակների էպոսը։
հայ ժողովրդի ինքնագիտակցության վավերագիրը։ Վերք Հայաստանի։ Դա ճիշտ պատասխան է։ Հայք հայ, որ գրողի տուն թանգարանում կարելի է տեսնել արևելքը խորհրդանշող բազմաթիվ իրեր՝ բուդդայի արձանիկներ ու հնդկական շախմատ, ճապոնական գրավյուրաներ եւ չինական պանոներ, պարսկական փոքր գորգեր։ Եղիշե Չարենց։ Դա ճիշտ պատասխան է։ Հասմիկ, որ պետության բնակչության մոտ 15%-ն է կազմում մաորի ժողովուրդը։ Մավրիտանիա։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է Նոր Զելանդիա։ Հայք, ինչպես է կոչվում Նոր Զելանդիայի ամենամեծ կղզին։ Չգիտեմ։ Հարավային։ Հասմիկ, եթե հիմա ճիշտ պատասխան եք հարցին, դուք կհաղթեք։ Ուշադրություն։ Գերմաներեն որ բառով է պատմագրության մեջ նշվում Ավստրիան զավթելու նացիստական Գերմանիայի քաղաքականությունը։ Փաս։ Անշլյուս։ Հայք, եթե հիմա սխալ պատասխանեք, դուք կպարտվեք։ Ուշադրություն։ Ֆրանսերեն որ բառով է նշվում դեպի հանդիսասրահը առաջ մղված բեմահարթակի առաջնային մասը։ Պարտեր։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է ավանսցենա։ Հասմիկ, ես հիմա ինձ զգում եմ բարի փերի, որտեվ ես կիրականացնեմ ձեր մանկության երազանքը եւ կասեմ. դուք ամենաուժեղ օղակն եք եւ վաստակում եք 320,000 դրամ։ Հայք, ես այդպես էլ չհասկացա ֆիզիկական դասավորվածությունն ինչ է, բայց հասկացա, որ դուք այսօր հեռանում եք ձեռնունայն։ Դուք դիտում եք թույլ օղակը։ Սա ընդամենը խաղ էր։ Կհանդիպենք։ Խաղը շատ հետաքրքիր էր, էմոցիաները շատ դրական ստացել եմ, շնորհավորում եմ հաղթողին։ Շատ հետաքրքիր խաղ էր, առաջնահերթ ուրախ եմ մասնակցության համար, որովհետև ինչպես նշվեց մանկության երազանք էր, բնականաբար ուրախ եմ նաև հաղթանակի համար, որովհետև ներքին ձայնս հուշում էր ու ուրախ եմ, որ չսխալվեցի ու խաղացի ուժեղագույնի հետ։